դոլարով, ասում եք նախկինները կերել են, թալանել են բանակը, նա դիզվարելիք չկա, որ տանկի մեջ լցնենք, ջուր ենք լցնում, Զաքիր Հասանովը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ինքը ասեց, երբ որ Արցախը հանձնվեց, ասեց, ես շշմած եմ, հայտարարեց Ադրբեջանի պաշտպանության նախարարը, այս ինչ մակարդակի զենքա ունեցել Ղարաբաղը, 16 թվականին ոնց հաղթեցին, 16 թվականին ոնց, այս ինչ մակարդակի ասեց Զաքիր Հասանովը, որ ռեգիոնի ամենառազմականացված ընդ որում ամենաբարձրակարգ զենքով զինվածա 6 միլիարդի մենակ ռազմավար են տարել, մի քանի միլիարդի էլ մենք տեսանք, որ 20 թվականի դեկտեմբերի 7-ին իրանց պարադում հայկական են զենքերը, որ իբր լափած էին, իբր չկար եւ մեր բանակը մենակ լապատկա ուներ, կռվում էր լապատկով, այդ ամեն ինչը հենց 6 միլիարդի լապատկա էր, հա, Ադրբեջանը բռնագանձել։ Սա ուրեմն նաև այս սուտը, այս մասով նաև որ խոսեցինք, հա, ինքը հիմա ինչ է անում, Տիկին Թոմասյան նախորդին էլ ինքը բաց տեքստով ասում է, կա երկու ընտրություն, պատերազմ կամ խաղաղություն, խաղաղությունը ես եմ, պատերազմը մնացած բոլորն են, եթե ուզում եք պատերազմ գնացեք ընտրեք բոլորին, իդեպ այդ բոլորը նաև KGB-ի գործակալ են, ռուսի շպիոն են, Կրեմլի ագենտ են, եթե ուզում եք խաղաղություն, պիտի ընտրեք ինձ, սա կատարյալ եւ անամոթ սուտ է, ինչի պիտի Ադրբեջանը, հիմա ինձ կարակ ասեք, ինչի պիտի օրինակ հիմա Ադրբեջանը պատերազմ սկսի, ինչ ուզում է Նիկոլը տալիս է, հիմա Ադրբեջանը գնում է, ինչպես անընդհատ հետևողականորեն հայտարարում է Ադրբեջանի քաղաքական էլիտան եւ Ալիևը գնում են soft power-ի փափուկ ուժի ճանապարհով, մենակ վերջի երկու շաբաթում Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ASTV-ով ես հաշվել եմ մենակ մեկ հեռուստաընկերությամբ 137 անգամ խոսվել է Արևմտյան Ադրբեջանի մասին ներկայացվել է քարտեզ, որտեղ Հայաստանի Նիկոլիկը վռնդեն եւ 705 անգամ կխոսենք 1 միլիոն հայության վերադարձի մասին եւ այն ահռելի փոխհատուցության մասին, որ պետք է Ադրբեջանը փոխհատուցի հայ ժողովրդին, այս ամեն ինչը լինելու է Նիկոլին վռնդելուց հետո 137 անգամ ASTV-ով Ադրբեջանը խոսել է Արևմտյան Ադրբեջանի մասին եւ խոսել է, որ 300,000 ադրբեջանցիներ իշխանություն կգա, այո, պիտի գան Հայաստան։ Հիմա ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական պարլամենտի արցախցիներին, Արցախին վերաբերող հատվածին, որտեղ ինքը ասում է թքելով նույն Եվրոպական պարլամենտի վրա, որ արցախցիները պիտի մոռանան Արցախ վերադառնալու մասին եւ մշտապես հաստատվեն Հայաստանում։ Նույն Եվրոպական պարլամենտը 4 բանաձև ընդունել։ Այդ պարլամենտը, որտեղ ինքը ասում էր արցախցիները չի պիտի մտածեն Արցախ վերադառնալու մասին, որտեղ Եվրոպական պարլամենտը կոչ է արել Ալիևին լեգիտիմ եւ անվտանգ պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձի համար։ Այսինքն Ալիևը ամեն օր ասում է եւ հիմա էլ պահանջում է, ասում է Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հենց հիմա ընդունել Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել Արևմտյան Ադրբեջան մեր պատմական հողերը նրանց վերադարձի հարցը, իսկ Եվրոպական պարլամենտում Նիկոլը թքելով Եվրոպական պարլամենտի 4 բանաձևերի վրա, թքելով Հաագայի դատարանի նոյեմբերի 17-ի 23 թվականի բանաձևի վրա, որով Ադրբեջանին պարտավորեցնում են անհապաղ ընդունել հայերին, որ վերադառնան Արցախ իրենց պատմական հայրենիք, Նիկոլը ասում է դե 300,000 ադրբեջանցին նայում ենք իր թիմակիցները, ասում է Ալենը, դե օքեյ է մյուսները, բա պիտի իրար հետ ապրենք, բա որ պիտի իրար հետ ապրենք, Արցախցին ինչի չպիտի գնա, իրա բնորանում ապրի, 8000 տարվա մեջ առաջի անգամ ամբողջապես հայաթափվել է։ Դուք պատկերացնում եք եւ ի վերջո
ես համաձայն եմ Արցախի ղեկավարության հետ, որ այո իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ չեն լիազորել Նիկոլ Փաշինյանին Եվրոպական պարլամենտում այո նման հայտարարություն անել, որ արցախցիները պիտի մոռանան Արցախ վերադառնալու մասին։ Մի հարցի մասին եմ ուզում խոսել, տեսեք, այս պատերազմը իրականում այս դաժան հարձակում է Իրանի նկատմամբ, որ եղավ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, ցույց տվեց, որ հավաքական արևմուտքը նաեւ ինչքան խոցելի է, արաբական աշխարհը ինչքան խոցելի է, ինչու։ Տեսեք, 30 տարի շարունակ, արդեն 19 տարի Ռուսաստանն է, բայց 30 տարուց ավելի Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում էր սանկցիաների տակ։ Չէ, շրջափակման մեջ թույլ չէին տալիս։ Եվ ընդամենը 2 շաբաթ կամ մի փոքր ավելի քիչ Օրմուսի նեղուցը փակվեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Դուք տեսեք ինչ է կատարվում, ինչ աժոտաժ, վաղ ասում են Եվրոպա գները թռել է, Եվրոպայում հնարավոր է խոճապ լինի, այս ձմռանը ինչ գներ են վճարելու, սա տարածում է միանգամից արաբական աշխարհի վրա, բա լավ չի, չէ։ Իհարկե, շատ կարևոր, ինչ լավ բան է, այսինքն երբեմն կարող է այսպես ամեն ինչ թարս աճել, ինչպես ասում են։ Ծոցի երկրների համար այս Իրանի հետ տեղի ունեցածը ֆանտաստիկ վատ առումով ֆանտաստիկ փորձառություն էր, որ նրանք համոզվեցին, որ ամերիկյան անվտանգային հովանոցը չի աշխատում, որովհետև հիմա Թրամփը փորձում է տարբեր միջնորդների ձևով Իրանին բերել բանակցային սեղան, բայց առաքչին հայտարարեց, որ Իրանը կդադարեցնի պատերազմը բացառապես Իրանի պայմաններով եւ շարադրեց պայմանները։ Այո, պայման առաջին, երբ որ Միացյալ Նահանգները ամբողջապես կփոխհատուցի Իրանի կորուստները, պայման երկրորդ, որը Թրամփին առաջադրեց առաքչին, պայման երկրորդ, որ գրավոր Միացյալ Նահանգները այլևս կտա գրավոր որոշում, որ այլևս երբեք նման ուրեմն փորձ չի անի Իրանի հանդեպ եւ պայման երրորդ կբացի Հորմուզի նեղուցը ծոցի երկրների համար այն դեպքում, երբ որ իրանք իրանց երկրներից դուրս կշպրտեն ամերիկյան դիվանագիտական ներկայություն։ Որ Թրամփի մասին է խոսք, ուրիշ Թրամփ է։ Չէ, էսեն շիզոֆրենիկն է, որ երեք բլոգերի հետ Թրիպի հետ կապա։ Նույնն է, հաստատ։ Այդ նույն Թրամփն է, հա, իդեպ Թրիպից ինչ կա։ Իշխանություն հասկանալի է, չէ, որ այս Թրամփը, որ հիմա կներեք մանտրաշից անկապ բաներ է խոսում, Իրանի ողջ արսենալը ոչնչացած է, ազգային ժողովի նախագահ ասում է 2 շաբաթում 9 հաղթանակ ատոնել։ Հայտարարել է 9 անգամ հայտարարել է ես հաղթեցի, բայց չգիտես ինչի դեռ բանը ասում է, կտեսնեք, ես վաղուց չեմ իսը նորից եմ արձակվելու, սա 9 անգամ հայտարարել։ Այո, հաստատ նույն Թրամփն է, այո, եւ այդ հաստատ նույն Թրամփը տեսավ, որ Իրանի անօթաչուները, իդեպ նույն ամերիկյան փորձագետները ռազմական խոստովանեցին, որ իրանական շահեդ անօթաչուները ամերիկյան ռազմական ոչ մի անորսալի են եւ չեն կարողանում դրանք չեզոքացնել։ Այո, այնպես որ ես շատ կարեւոր եմ համարում նաեւ կոչը առաքչիի Իրանի պաշտոնյայի բարձրաստիճան, որ դիմեց Պարսից երկրներին, ծոցի երկրներին կոչ անելով դուրս գալ ամերիկյան այսպես կոչված fake անվտանգային հովանոցի տակից եւ միասին այլևս մտածել Մերձավոր Արևելքում միասնական անվտանգային համակարգ ստեղծելու, թե այս արանքում ինչ ալնելու Նիկոլ Փաշինյանի գովերքած տրիփը խաղաղության խաչմերուկը, այն որ Ալիևն էլ ղժած ասեց խաղաղության խաչմերուկ անունը կասեք այն ժամանակ, երբ որ Բայդենը նորից գա իշխանության։ Հիմա Բայդենը չկա, դուք դրա անունը դնում եք տրիփ, ասեք եթե դա ձեզ հոգեհարազատ, մենք դրա անունը դնում ենք Զանգեզուրի միջանցք, թե ինչ եղավ էս եւ ինչ ա լինելու այս տրիփի ճակատագրի հետ, հաշվի առնելով, որ Իրանը ցույց տվեց, որ ինքը չի ընդունելու Միացյալ Նահանգների խաղի կանոնները, դա էլ բնականաբար պարզ չի։